Ինչպես գրանցել հասարակական կազմակերպություն։ Այցելեք Արդարադատության նախարարության ոլորտի թվային ծառայությունների հարթակ և հասարակական միավորներումներին և հիմնադրամներին բաժնից ընտրեք հասարակական կազմակերպության գրանցումը։ Մինչև դիմել առցանց կոճակը սեղմելը, խնդրում ենք ծանոթանալ ծառայության մասին և հաճախ տրվող հարցեր բաժիններին։ Սեղմեք դիմել առցանց։ Ծանոթացեք ձեր անձնական տվյալների մշակման, կարգին և պայմաններին։ Հայտը ներկայացնող բաժնում լրացրեք ձեր կոնտակտային տվյալները, որոնք օգտագործվելու են ձեզ ծանոթություններ ուղարկելու համար։ Անձնագրային տվյալներ բաժնում ընտրեք այն անձը հաստատող փաստաթղթի տեսակը, որով ցանկանում եք ներկայացնել հասարակական կազմակերպության գրանցման հայտը։ Հայտը ներկայացնող տվյալներ բաժնում ընտրեք դիմում եք որպես հիմնադիր, գործադիր մարմնի ղեկավար, թե երկուսը միաժամանակ։ ՀԿ անվանումը հայերեն։ Մինչև անվանման ընտրությունը խնդրում ենք ծանոթանալ անվանը ներկայացվող պահանջներին։ Ընտրեք կազմակերպության իրավաբանական հասցեն։ Անհրաժեշտ է ներկայացնել հասարակական կազմակերպության կոնտակտային տվյալներ։ Նշեք հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովի վայրը, որն անհրաժեշտ է ձևանմուշները գեներացնելու համար։ Եթե որևէ դաշտում սխալ եք մուտքագրել, ապա համակարգը համապատասխան հաղորդագրությամբ ձեզ կտեղեկացնի դրա մասին։ ՀԿ հիմնադիրների տվյալներ դաշտում լրացրեք ՀԿ հիմնադիրների տվյալները և սեղմեք ավելացնել։ Հիմնադիրների տվյալները ավելացնելուց հետո կարող եք խմբագրել, փոփոխել, եթե լրացնելուց հետո հայտնաբերել եք որևէ սխալ։ Փոփոխություններից հետո կարող եք սեղմել ամրագրել կոճակը և խմբագրված տվյալը կհայտնվի ներքևում։ Ընտրեք հիմնադիր ժողովի նախագահին և քարտուղարի, ովքեր կարող են լինել բացառապես հիմնադիրների ցանկից։ Գործադիր մարմնի ղեկավար դաշտում լրացրեք ձեր հասարակական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար հանդիսացող անձի տվյալները։ Գործունեության և առարկան և նպատակները։ Ձեզ համար պատրաստված է գործունեության առարկաների և նպատակների ամփոփ ցանկ։ Որտեղից կարող եք ընտրել ձեզ հարմար։ Եթե չեք գտնում ձեզ հարմար որևէ ոլորտ, ապա կարող եք ընտրել այլ և լրացնել ինքնուրույն։ Լրացնելուց հետո սեղմեք ավելացնել կոճակը։ Մինչև դիմումը հանձնելը ստուգեք լրացված տվյալների ճշգրտությունը։
Հավաստեք ներկայացված տվյալների ճշգրտության մասին հայտարարությունը և սեղմեք շարունակել։ Համակարգը ձեզ համար կգեներացնի բոլոր անհրաժեշտ ձևանմուշները՝ դիմումը, ՀԿ հիմնադիր ժողովի արձանագրությունը և ՀԿ կանոնադրությունը։ Դիմումը և հիմնադիր ժողովի արձանագրությունը ստորագրվում են դիմումատուի կողմից։ Այլ ստորագրողների դեպքում կարող եք լրացնել ստորագրողների էլ-փոստի հասցեն և սեղմել ծանուցել ստորագրողների էլ-փոստի կոճակով ծանուցել ստորագրման անհրաժեշտության մասին։ Սեղմեք ստորագրել, համակարգը ձեզ կվերահասցեագրի էլեկտրոնային ստորագրության միասնական հարթակ։ Ստուգեք ձեր դիմումի ամբողջականությունը, սեղմեք ստորագրել և լրացվեք ձեր բջջային նույնականացման քարտի համարը։ Ստորագրության ավարտին կստանաք փաստաթուղթը հաջողությամբ ստորագրվեց հաղորդագրությունը։ Սեղմեք վերադառնալ դիմումին և նոր ստորագրված փաստաթուղթը արդեն ստորագրված կարգավիճակում կլինի։ Դրեք անհրաժեշտ բոլոր ստորագրությունները, սեղմեք թարմացնել և համոզվեք, որ բոլոր ստորագրությունները ցուցադրվում են կանաչ գույնով։ Բոլոր անհրաժեշտ ստորագրությունները ունենալուց հետո սեղմեք շարունակել կոճակը։ Համակարգը կհաշվարկվի տվյալ կազմակերպաիրավական տեսակի գրանցման համար վճարման համար անհրաժեշտ պետական տուրքի չափ։ Սեղմեք վճարել, համակարգը ձեզ կվերահասցեագրի պետական վճարումների էլեկտրոնային համակարգ։ Լրացրեք ձեր քարտային տվյալները և սեղմեք վճարել։ Մուտքագրեք առկա համակարգից ստացված երկգործոն լրացուցիչ գաղտնաբառը և ձեր վճարումը կատարված է։ Սեղմեք շարունակել